Վերջին երկու շաբաթում Արցախի 4-րդ նախագահ Սամվել Շահրամանյանը հարց է քննվել 4 անգամ, 4-ն էլ վկայի կարգավիճակով։ Նոր քրեական վարույթ է հարուցվել Շահրամանյանի նկատմամբ պատերազմի ժամանակ զինվորական անփութության եւ ռազմամթերքը թշնամուն հանձնելու համար։ Քննչական կոմիտեն վարույթի մասին մանրամասներ չի հայտնում։ Փաստաբան Ռոման Երիցյանն էլ միայն փոխանցել է, որ ըստ տեղեկությունների նոր վարույթը նախաձեռնվել է Սամվել Բաբայանի հաղորդման հիման վրա։ Սա իրավապահ մարմինների առաջին գործողությունը չէ Արցախի նախագահի նկատմամբ։ 2024 թվականին Շահրամանյանին հրավիրեցին հակակոռուպցիոն կոմիտե հարց է քննվելու որպես վկա։ Գործը կապված էր դրամական միջոցների ենթադրյալ հափշտակության եւ ավտոմեքենաների յուրացման մասին մամուլի հրապարակումների հետ։ Մեկ այլ միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների ու նախագահի միջև, երբ ոստիկանները կանգնեցրել էին Սամվել Շահրամանյանի մեքենան, խուզարկել պատճառաբանելով, որ նա թիկնազորով շրջելու իրավունք չունի։ 2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանի ոստիկանության հատուկ ջոկատայինները ներխուժել էին Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչության տարածք, կոտրելով դարպասները։ Այդ ժամանակ առգրավել էին Սամվել Շահրամանյանին սպասարկող ծառայողական մեքենան։ Սկզբում մեքենան առգրավվել է Թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի շրջանակում, սակայն հետագայում այն փոխանցվել է մեկ այլ քրեական վարույթի շրջանակ կապված Արցախի պետական մեքենաների Հայաստանում ապօրինի վերագրանցման հետ։ 2024 թվականի փետրվարին ձերբակալվել էր Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանը թմրամիջոց պահելու եւ իրացնելու կասկածանքով։ Նրան 60 ժամ անց ազատ էին արձակել առանց մեղադրանք առաջադրելու, սակայն քրեական վարույթը շարունակվում է։ Մեկ այլ միջադեպ էր տեղի ունեցել Արցախի ներկայացուցչության մոտ։ Ակցիան վերածվել էր ծեծկռտոքի, որի ընթացքում ծեծել էին նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Կարեն Շահրամանյանին։ Արդեն այս տարի մի խումբ արցախցիներ նորից ակցիա էին կազմակերպել Շահրամանյանի դեմ շրջափակելով Արցախի ներկայացուցչության շենքը։ Թեև Սամվել Բաբայանը հերքեց, սակայն ըստ մամուլում տարածվող տեղեկությունների հենց նրա աջակիցներն էին ակցիայի կազմակերպիչները։ Սդամակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։